դեպ ազգային ժողովում այսօր վավերացվել է երկու վարկային համաձայնագիր, որոնցից մեկը Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի համար։ Հիշեցնենք, մեկ ամիս առաջ, երբ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեցին պետական պարտքի կրկնապատկման մասին, նա ասաց. Չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք ենք առել։ Զենք ենք առել։ Պարտքով ենք զենք առել։ Այո, պարտքով ենք զենք առել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Մինչ հաջորդ հանդիպումը գտավ եւս մեկ հիմնավորում, ասում է, տեղահանվածների հարցել ենք լուծել։ Մի կողմ թողնենք այն անհասկանալի հանգամանքը, թե ինչպես են հարցը լուծել, եթե 25,000 բռնի տեղահանված ընտանիքներից ընդամենը 1500 ընտանիք է բնակարան ձեռք բերել։ Ընդդիմադիր պատգամավորները այլ իրավիճակ են հիշում։ Կառավարության ներկայացուցիչները գալիս էին, խոսում էին, ասում էին վարկ ենք ներգրավում, որ ճանապարհ կառուցենք, ֆինանսական շուկան զարգացնենք, մարդկանց կարողությունները զարգացնենք, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը ստեղից վերակենում, ասում է զենք ենք առել։ Ուստի գլխավոր հարցը մնում է անպատասխան, ինչ է արվել կուտակված $7 միլիարդ պետական պարտքով, եթե Փաշինյանի բոլոր արդարացումները ըստ երևույթին չունեն որևէ փաստական հիմք։